Ուժեղ առաջնորդը ուժեղ 44-օրյա պատերազմի ընթացքում երկու կողմերին զսպվածության կոչով հանդես եկած Սամվել Կարապետյանը որոշել է, որ ինքը ուժեղ տղա է, ուժեղ առաջնորդ, ուժեղ բանակցող։ Իսկ կարող է բանակցելու ընթացքում աչքն ընկնի Հյուսիս ու վախենա Ալիևի հետ բանակցել, ինչպես վախեցավ պատերազմի ընթացքում հստակ Հայաստանամետ դիրքորոշում հայտնել։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շրջանցելով իրեն վարչապետի թեկնածու հռչակած Սամվել Կարապետյանը նաև ուժեղ խոսք ունի։ Տեսակ ոնց էր տժժեցնում կուսակցության համագումարին։ Վերջնականապես փոխվել է ու փոքրիկ խմբակն արդեն ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար։ Բայց ինչու արհեստական, այլ ոչ սեփական բանականությամբ։ Դատարանը հանել է նրա վրայից հայտարարություններ անելու արգելանքը։ Հա, դատարանը հանել է արգելանքը, բայց բնությունը չի տրել բնական բանականությունը։ Սամվել Կարապետյանը երկու բառ իրար կապել չգիտի, ընդ որում ոչ միայն հայերենով։ Նա իր մյուս երկու քաղաքացիությունների երկրների լեզուներով էլ չի փայլում։ Մարիաթորի մոտից արված իր 30 վայրկյան տևողությամբ վիդեոն անգամ Սամվել Կարապետյանը նախորոք պատրաստված լինելով հանդերձ չի կարողացել մի դուբլով նկարվել։ Կտրել կպցնելով Սամվել Կարապետյանը հազիվ է երկու բառ իրար կապում։ Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Գագիկ Ծառուկյանը կողքից նայում ուրախանում էր։ Հիմա ուժեղ ոգով ու ուժեղ մտքով մարդը որոշել է առաջադրվել որպես վարչապետի թեկնածու, պահելով իր մյուս երկու քաղաքացիությունները։ Ասում է, եթե տաք սահմանադրական մեծամասնություն, կհրաժարվեմ Ռուսաստանի ու Կիպրոսի քաղաքացիություններից, իսկ մինչ այդ չէ, էդ էր պակաս մնացել։ Կարապետյանները երևի մտածել են, այդ Ռոբերտ Քոչարյանին կարելի է ժեկի կեցված տեղեկանքով կալ դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ, մեզ չի կարելի մտնել ազգային ժողով սահմանադրություն փոխել։ Անելն է, այն Ամստերդամին առաջադրեիք, կմտնեիք ազգային ժողով, սահմանադրությունը կհարմարեցնեիք իր տակ, օրինակ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ կարող է դառնալ միայն քաղաքի անուն կամ ազգանուն ունեցող եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող յուրաքանչյուր ոք։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։